Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում իմ տունը քո տունն է հաղորդաշարն է։ Հաղորդաշարի հերթական թողարկման հյուրը Գայանե Պետրոսյանն է, Արցախից նկարիչ, մոդելավորող է։ Ողջույն սիրելի Գայանե։ Ողջույն Արմինե։ Գայանե ջան, պետք է խնդրեմ մեր զրույցը սկսենք քո ստեղծագործական կյանքը ներկայացնելուց, խնդրեմ։ Շատ հիանալի հրաշք ստեղծագործական կյանք եմ ունեցել, համենայն դեպս փորձում եմ շարունակել։ Արցախում ավարտել եմ Ստեփանակերտ քաղաքում նկարիչ Գյուրջան Կիրառական արվեստի ինստիտուտը, մասնագիտությունս նկարիչ մոդելավորող եմ, նկարիչ ոճավորող ու մի քանի հավաքածուների հեղինակ եմ։ Հայկական տառաս հավաքածուի ստեղծման հենց օրից ես արդեն պատկերացնում եմ, որ այս հավաքածուն ես անպայման պիտի Հայաստանում ներկայացնեմ, այնքան պիտի մասնակցեմ այդ հավաքածուը, որ Հայաստանում արդեն ինձ ճանաչին։ Երևան քաղաքում ես էլ մասնակցեմ միջոցառումներին, մրցույթներին։ Իմ մոտ դա մեծ երազանք էր։ Հայկական տառաս հավաքածուն, որ ստեղծել եմ, մինչ այդ ստեղծել եմ ծաղիկներ թեմայով հավաքածու։ Որ թվականն էր դա Գայանե ջան։ 2004-2005 թվականներին արդեն երկրորդ հավաքածուսում ստեղծալ Ստեփանակերտում ու երկրորդ հավաքածուն հայկական տառաս թեման ու ժամանակակից։ Հիմնականում ամբողջ իմ հավաքածուն ձեռագործ աշխատանքներ էր, օգտագործալում հայկական նախշեր, հայկական գույներ, հայկական կտրվածքներ, շատ խոր ուսումնասիրալում հայկական տառազը, հայկական գույները, աշխարհը, դա իմ համար մի ուրիշ աշխարհ է, հայկական տառազը, նախշերը, հայկական գույներով աշխատելը։ 2005 թվականին մասնակցել եմ նորաձևության շաբաթին, մի շաբաթ անդադ նորաձևության մրցույթների եմ մասնակցում։ Հրավեր ստացա հենց Երևան քաղաքից ես, բայց աշխատանքները, որտեղ որ ապրում էի Արցախում, Ստեփանակերտ քաղաքում, հավաքածուները ստեղծում էի Ստեփանակերտում։ Անդադ միջոցառումների մասնակցելով հրավերներ էի ստանում Երևանից ու արդեն ռուսկի սիլուետին մասնակցելով արդեն որոշ չափով ճանաչվեցի, շատ զարմացան իմ աշխատանքը, իմ գունային գաման աշխատանքների մեջ, ձեռագործ զարդանախշերը։ Տատիկս շատ էր պատմում հայկական պատմություն, հայոց պատմություն, գունային գամայից, թեկուզ մեր տանը իր ձեռքով գործած գորգը մեջ շատ արցախյան եւ նախշեր կային եւ գույներ կային, միշտ ասում եմ մենք մերը պիտի պահպանենք, մեր ազգայինը։ Փոքրուց տիկնիկների համար շոր կարելուց ես արդեն տարազներ էի մտածում, նախշեր էի մտածում, թեկուզ կոճակները, ուլունքները դնում էի, որ կոպեկների երևա, այդ ձևի ես ինձ հիշում եմ 10 տարեկանից ես մտածել եմ։ Իմ համար դա մի հատ երազանք էր դառնալ նկարիչ ոճավորող ու 2007 թվականին արդեն մասնակցելով նորաձևության շաբաթ Երևանում Հայաստանն իմ տունն է խորագրով մի տարվա մեջ 4-5 միջոցառումների, մեծ միջոցառումների մասնակցելով, գրավելով առաջի տեղ 2007 թվականին դառա Հայաստանի դիզայներների միության անդամ։ Ես Ստեփանակերտում աշխատում էի 99 թվականից Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում պատանի նկարիչների խմբի խմբակավար էի։ 89 աշակերտներից ավել աշակերտներ ունեի 4 խմբակ։ Ամեն մի օրը աշխատանք որ գնում էի, դա իմ համար տոն էր։ Շփվելով երեխաների հետ, նկարելով, ստեղծագործելով, միշտ երեխաներին փորձում էի մեր հայկականը, մեր հայկական գույները, նախշերը, մեր կոթողները։ Չնայած երեխան պիտի շատ մանկություն նկարի, բայց ես կողքից էլ փորձում էի իրանց սովորեցնել մեր հայկականը։ Հիմա դու Երևանում ես։ Ինչ է փոխվել քո մեջ, ինչ է փոխվել քո աշխատանքի մեջ եւ Արցախը, հայկական գույները, հայկական տարազները, հայկական արվեստը ներկայացնելու եւ ի վերջո սերմանելու եւ ամրագրելու մեր երեխաների մեջ ինչ որ փոփոխություն կատարվել է։ Փոփոխություն կատարվել է, որ ավելի շատ պիտի կապված լինենք մեր հայրենիքին, ավելի շատ սիրենք, ավելի շատ տանք մեր երեխաներին,
Արցախցի երեխաներ կան նկարչական քո խմբում եւ քանի հոգի են։ 23 թվից հետո որ արդեն մենք եկանք Երևան, 2 ամիս անընդհատ չէի կարողանում վերցնել վրձին, դա հնարավոր չէր իմ այդ հոգեվիճակի, այդ ապրումների հետ ես աշխատեմ երեխաների հետ, չնայած իմ ամեն դժվար պահը երեխաները իմ հետ էին։ 2 ամիս չկարողացա ես նկարել, ստեղծագործել, բայց ես գիտակցում եի, որ ես այն տեսակին եմ, որ պիտի աշխատեմ երեխաների հետ, իմ միտքը, իմ ստեղծագործ աշխարհը, իմ անցած ճանապարհը երեխաներին փոխանցեմ ու ստանամ երեխաներից դրական էմոցիաներ, որ կարողանամ ավելի ուժ գտնեմ իմ մեծ հայրենիքում, նորից սկսեմ ստեղծագործել, երազելով վերադարձի հույսը։ Մանկության ընկերուհիս տեսնելով Facebook-յան կայքով, որ փնտրում են ինձ պատվերներ տալով, մի օր վերցրեց նյութեր, նկարչական պարագաներ ու տվեց ինձ ստիպելով դու անպայման պիտի աշխատես, դու երեխաների հետ դու չես կարա հենց նենց նստես, դու պայքարող տեսակ ես։ 23 թվից հետո արդեն նոր Նորքի մշակույթի կենտրոնում նկարչության ուսուցչուհի մտա, տնօրինության կողմից արժանացա շատ մեծ սիրո, ամեն հարմարություն ստեղծեցին, որ ես կարողանամ աշակերտների հետ աշխատել, ունեմ եւ հայաստանաբնակ աշակերտներ, ունեմ եւ արցախցիներ, առաջի օրերին, առաջի նկարները, որ սկսում էինք նկարել, արցախաբնակ երեխաները միայն ուզում էին նկարեն իրենց տունը, իրենց պատմությունը, իրենց ընկերությունը, իրենց բակը, աշակերտ ունեին, որ ասում էր զոհված հայրիկիս գերեզմանն եմ ուզում նկարել, շատ դժվար էր, նոր սկսած ժամանակը հենց Արցախից եկած երեխաների հետ ուզում եմ որ նկարեին, բայց չգիտեի այդ պահը ոնց ստեղծեի, որ չհուզվեն, կան պահեր, որ նկարելու ժամանակ երեխաները հուզվում էին, նկարը կիսատ էին թողում, չէին ուզում շարունակել, հետո իրենց հավաքում էին, արդեն տատու պապը հուշակոթողը շարունակում։ Երևանից շատ աշակերտներ ունեմ, միշտ ասում են ընկեր Գայանե, մենք էլ ենք ուզում տատիկ պապիկ նկարենք, խնդրում ենք մեզ էլ ցույց կտակ, մենք էլ ենք ուզում բարբառով խոսել, գոնե օրը 2-3 բառ մեզ սովորեցրեք, չենք կարա այդքանը հիշենք։ Փորձում եմ արցախցիների հետ բարբառով դասը անցկացնեմ, որ մեր բարբառը չմոռանանք արցախյան։ Ամեն Աստծո օր արթնանալով երազում եմ գնամ Արցախ, երազում եմ զոհված հորս, հերոս հորս գերեզմանին այցելել, խունկ ծխել, ասում եմ, եթե միշտ տղայիս հետ որ խոսում ենք, եկեղեցում աղոթում ենք, ասում եմ, Նարեկ ջան, առաջինը որ մենք գնանք Արցախ, պիտի մտնենք եղբայրական գերեզման, ասում եմ, հա մամ, գիտեմ, քո աշակերտները այնտեղ են։ Աշակերտներ ունեի, որ ընդունվել են համալսարան 2020 թվականին, մի ամսով ընդունվել են համալսարան, մի ամիս հետո զորակոչվել են բանակ, Չարաբաստիկ պատերազմի 44 օրյա պատերազմի ժամանակ զոհվել են։ Արամ Արզումանյան աշակերտ ունեի, որ պարապվել եմ հետը, ինքը ընդունվել է համալսարան, ինքը այնքան տաղանդավոր տղա էր, որ կենթանու միատանուն է իր ասում, վայրկյանների ընթացքում մկրատով թղթի վրա այդ կենթանին ստանում էր։ Ցավ եմ ապրում էր լուսավոր տղաների համար, որ անմահացան։ Գայանե, 20 թվականից հետո մանավանդ ունենալով աշակերտներ, ովքեր զոհվեցին, ինչպես կարողացար ինքդ քեզ հավաքել եւ շարունակել։ 20 թվից հետո ես շատ մեծ աշխատանքի առաջարկներ ստացա Երևանում, բայց բոլորը մերժել եմ, որովհետև ավելի պարտավոր է ինձ գտնվել Արցախում, Ստեփանակերտում, իմ գործը շարունակել, բայց շատ դժվար էր գտնվել մի կենտրոնում, մի աշխատատեղ, որտեղ գոլեգադ զոհվել է, գոլեգաներիդ երեխաները զոհվել են, աշակերտները զոհվել են, ամիսներ շարունակ Արամ անունով, Արսեն անունով ես Տիգրան անունով ես չկարողացա աշակերտներ ընդունել, այդ
անունները լսելուց ես շատ ծանր էի տանում, իմ հոգեվիճակը շատ վատ էր, բայց հասկացա, որ երեխաների հետ աշխատելով ես պիտի աշխատեմ, ես պիտի նորից կրկնակի ընկեր Գայանեն դառնամ, կրկնակի էլ ավելի շատ նվիրվեմ իմ աշխատանքին։ Որոշեցինք նոյեմբերի 29-ին, որ պիտի ես, մայրս ու տղաս վերադառնանք Արցախ։ Ճանապարհին, որ զանգել եմ տնօրենին, ասում է ես գիտեի, որ ամենաառաջիներից դու ես գալու։ Ես գիտեի, դու առանց աշակերտների ու առանց Արցախի, առանց քո աշխատանքի դու չես կարող։ Շատ դժվար է աշխատում այդ պահերը, որ իմ դիմացը զոհված ազատամարտիկների երեխաներ էին, դեռ անհայտ կորած ազատամարտիկների երեխաների հետ էինք աշխատում, անընդհատ իրանք նկարելուց ասում էին, ընկեր Գայանե, գիտեք իմ պապան դեռ շրջափակման մեջ է, շատ դժվար էր, մանավանդ այն երեխաների հետ աշխատել, որ իրանք գիտակցում էին, որ իրենց հայրիկները զոհվել են հանուն հայրենիքի, շատ դժվար էր, թեմաները անդադ իրանք էին, մենակ պատերազմի թեմաներ էին ուզում նկարեն, շատ քիչ էին աշակերտները, օր-օրի արդեն շատացան, բայց մի 2 ամիս, որ իմ դիմացը միշտ նստած էին 25-ից ավել աշակերտներ, 7-8 աշակերտներ էին, վախենում էին գալ Արցախ կամ արդեն եթե վերադարձել էին, չեն կողմորոշում, որովհետև տենց ընտանիք չկար, որ սուկ չլիներ, զոհված հարազատ չլիներ։ Գայանե, դու ասացիր, որ ուղղակի քեզանից քաջություն պահանջվեց, որ որոշում կայացնես վերադառնաս Արցախ։ Իհարկե քո նման շատ մարդիկ են եղել, որ որոշեցին վերադառնալ Արցախ, բայց դա շատ կարճ տևեց, քանի որ սկսվեց արդեն շրջափակումը, մի փաստ էլ կար, որ վերևում Շուշիում թուրքներ նստած։ Ինչ ապրումներ կար, չկար վախը, որ հնարավոր է նորից սկսվի պատերազմը, եթե անգամ պատերազմ չսկսի, թուրքը կանգնած է վերևում, ինչ էիք մտածում։ Ճիշտն ասած ասեմ, իմ տեսակով ես միշտ ասում են, դու մայրիկիդ նման ես, մայրիկս 3 դուստրերին, ինքը այնքան իր տեսակով ուժեղ է, 3 դուստրերին ամուսնու զոհվելուց հետո կրթեց, մեծացրեց, դաստիարակեց, այդ ուժեղ տեսակս ես ժառանգել եմ օրիցս։ Շատ դժվար էր վերադառնալ 20 թվականից հետո նորից Ստեփանակերտ, մեր տունն էլ գտնվում էր հրապարակից կենտրոնից մի քիչ վերև Արվարձաններում, Շուշիում ամեն մի հրավառություն, որ թուրքերը բաց էին թողում, մեր բալկոնից, մեր տնից երևում էր, շատ դժվար էր գիտակցել ու վախով ապրում էինք, ամեն անգամ մտածելով, որ կարող է գիշերը մի օր մտնեն, անտառով թուրքերը մտնեն, բայց այդքանը գիտակցելով Արցախցու տեսակը այնքան ասած մեր բարբառով պինդ կռոտ ճղուպոր ենք, այնքան պինդ ենք ու կողներս հաստ, որ վախենալով երեխա ենք տանում դպրոց, սպասում դպրոցի բակում, դպրոցից վերցնենք, արդեն ապրելակերպը փոխվել էր, չենք կարողանում ազատ տեղաշարժվել, բայց էլի կամաց ամիս առ ամիս արդեն դրան էլ էինք հարմարվել, գիտակցում ենք, որ մենք մեր ապրելով Ստեփանակերտում մենք ապրելով, մենք մեր վախը չպիտի ցույց տանք, թեկուզ Շուշին վերևում, մի քանի կիլոմետր վերևից, Ստեփանակերտը բռի մեջ էր գտնվում, վերևից իրանք նայում էին։ Եղբայրական գերեզմանի ներքևը ապրում էին քաղաքացիներ, մեծ մասը իրանց տանը թուրքերը դիպուկահարների օգնությամբ կենթանիներ էին սատկեցնում, բայց էլի այնքան ուժեղ էին արցախցիները, որ այդ դժվարությունները հաղթահարելով մենք մնացինք, ասեմ ավելին, 20 թվականից հետո մենք տան որոշ մասերը վերանորոգեցինք, սիրունացրինք, կահույք փոխեցինք, այսինքն մենք մեզ հույս էինք տալիս, որ սա է մեր տեղը, Արցախը, մենք պիտի ապրենք։ Սկսվեց բլոկադան, շատ
լուրջ չէինք վերաբերվում, որովհետև պաշարներ ունեինք, բայց քանի որ արդեն գնալով պաշարները վերջանում էր ու արդեն խանութները դատարկվում էին, արդեն հասկացանք, որ շատ լուրջ է մեր վիճակը, մենք մեր մասին չէինք մտածում, երեխաների մասին էինք մտածում, լինելով ուսուցչուհի, կրկնակի ցավ էի ապրում, որ իմ դիմացս աշակերտներ էին ուշաթափվում, աշխատանքի գնալուց ոտքով դիմացս հղի կանայք էին ուշաթափվում, այդքան դժվարությունները հաղթահարելով դեռ մի հատ էլ արդեն հացի հերթերը, լինելով ուսուցչուհի, հացի հերթերում ուրիշ մարդ կանգնող չկա, ես պիտի կանգնեի, 9-ից 12 ժամ կանգնելով եղել են օրեր, որ հացի չի հասել, շատ անգամ չէի ուզում մտնել տուն, շատ անգամ, բայց փառք Աստծո, հասկացող տղա ունեմ, հասկացել է ինքը միշտ ըմբռնումով ամոտիկացել ամեն մի դժվար պահը, հետո կողքս ունեի շատ լավ ընկերուհիներ, այն 3 պեչենից բաժին հասածը մի հատը դարպասը ծեծում էր Ձիանան, ասում է, «Էս մի հատը Նարեկին կներես, մի հատ ասում, էս մի հատը կկիսեմ, կեսը այսօր կուտի, կեսը վաղը»։ 6 ամսից ավել արդեն իմ տղան չէր իմանում քաղցր թեյը ինչա, բայց հաղթահարում էինք, չեք պատկերացնում, ես հիմա մտածում եմ, զարմանում եմ ոնց ենք հաղթահարել, բայց հաղթահարել ենք, միշտ Նարեկս որ պահ էր լինում նեղվում էր, ասում եմ տղա ջան, երեխաներ կան, իրանց կաթնախառնուրդները չկան, իրանք խոսել չեն իմանում, իրանք մենակ լացում են, չէին կարողանում այնքան փոքր են բառերով ասեն, որ սոված են, պիտի հաղթահարենք, որովհետև Արցախցու տեսակը պինդ է, պիտի հաղթահարեինք, բլոկադան էլ հաղթահարեցինք, սկսվեց չարաբաստիկ պատերազմը, սովորականի համաձայն նստած պատվեր էի նկարում իմ արվեստանոցում, որտեղ որ ես ապրում էի հայրական տանը, ծանոթ աղջիկ զանգեց, շատ վատ լուրեր են սպասում, Գայանե ջան, դպրոցից գնա Նարեկին շուտ բեր, չթողես վերջին, որովհետև արդեն թուրքերը մտել են գյուղերը, չհավատացի, ասմա, այդ աղջիկը ասմա, խնդրում եմ շուտ հասի Նարեկին, ամեն Աստծոր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ այդ զանգը ինձ եկավ, եթե այդ զանգը չլիներ, իմ տղան դպրոցում լսել շուշուկներ, ինքը արդեն վախենալով ուսուցչուց խնդրել, որ փորս ցավում է, դուրս է եկել դպրոցից, ինքը մենակ չէր եկել երբևիցե, միշտ իր հետևից գնում էի, ինքը վախենալով, փաստորեն եթե այդ զանգը չլիներ, իմ տղաներ ճանապարհին կլիներ, որ սկսեցին արդեն ռմբակոծել, ես վազելով հասա դպրոց, տեսա Նարեկս դիմացից գալիս է, ու պատմեց, որ ման վախենալով հարցրել եմ շուտ գամ, եթե ես շուտ չգնայի ու Նարեկին շուտ չբերեի տուն, ինքը իր հավեսով, մանգալով, ճանապարհին 100% կլիներ, իսկ ցավոք սրտի եղել է դեպք, որ երեխան դպրոցից գալուց ճանապարհին արկերի պայթյունի ժամանակ սիրտը կանգնել է, արդեն էլ չես կարողանում պատկերացնես, Նարեկին վերցրել եմ, շուտ հասանք տուն, միջև մի քանի րոպեն սկսեց արդեն հենց Ստեփանակերտում ռմբակոծելը, դա մի ահավոր վիճակ էր, ահավոր, ամբողջ կյանքում ես չեմ կարող այդ ձեները կյանքիցս մոռանալ, չնայած ես միշտ ասել եմ, որ ես ուժեղ եմ, ես իմ տեսակով գիտեմ, որ ուժեղ եմ, փոքր ժամանակ այնքան էի ուժեղ, որ հայրիկս ինձ սովորեցրել է նռնակ նետելը, ասել է, որ չկարողանամ քո եւ մայրիկի հետևից մարդ ուղարկեմ, դու գիտես ինչ պիտի անես, դու Վալոյի աղջիկն ես, Վալերիկի աղջիկն ես, ես արդեն քաջ գիտակցում էի, որ ես պիտի ինձ պայթեցնեի մայրիկիս հետ, որ թուրքի ձեռը չընկնեինք, բայց 23 թվից, 20 թվից հետո ես արդեն մայր էի, ես արդեն շատ զգացմունքային էի ու վախկոտ էի, հիմա եմ հասկանում, որ իրոք վախկոտ էի, վախենում էի երևի տղայիս համար, երեխաների համար, մայրիկիս համար, որովհետև սա մի այլ կարգի վախենալու պատերազմ էր, սա ուրիշ էր, սա տարբերվում էր,
արդեն թուրքերը 4 կողմից հարձակված մտնում էին։ Մեր տունն էլ գտնվում էր վայնկոմատից մի քանի տուն վերև ու մոտակա մեր տանը մոտակա մի 5 րոպեվա ճանապարհ գտնվում էր Ցորի զորամասը։ Զորամաս էր ու միշտ խոցում էր այդ նույն տեղերը։ Չնայած առանձնատան էինք ապրում, բայց գիտակցում էինք, որ այդ արկրերի տակը դա տունը կփոշիանա մեկ վայրկյանում։ Մի 2 ժամ մնալուց հասկացանք, որ սա ուրիշ պատերազմ է, սա հնարավոր չի, մենք մեր նկուղում մնանք։ Ոտաբոբիկ չհասցրինք ոչ մի բան վերցնենք, տեղափոխվում ենք, որոշեցինք շատ կարճ վայրկյանների ընթացքում ես ու մայրիկս որոշենք տեղափոխվենք կենտրոն, քույրիկիս շենքը նկուղը ավելի ապահով էր։ Որ մտանք նկուղ, տեսանք արդեն գյուղից տեղահանված արցախցիներ, ահավոր վիճակում, սոված, ծարավ, վիրավոր, ոտաբոբիկ։ Արդեն այդ տեսարանը տեսնելով բոլորը ուշաթափվում էին, ես էլ ուշաթափվեցի, ձերքիս հեռախոսը ընկավ, կոտրվեց, կապեր էլ չկար արդեն, հետո արդեն որ կապերը վերականգնվեցին, անդադ զանգում էին ու ասում էին, գիտեք, մի որոշ մասսա պիտի թողեն Ստեփանակերտում, մեր տանը տղամարդ չկար, քույրս գտնվում էր Երևանում, ինքը մեքենա է վարում, մեքենա չկար, արդեն մտածում ենք, որ բոլորի հետ ավտոբուսներով պիտի դուրս գանք, բայց ավտոբուսները դեռ չի եկել։ Օրի հասկանալով, որ մենք մնում ենք, գնում են, բարեկամները գնում են, հարազատները գնում են, հարևանները, ընկերները, կոլեգաները, քաղաքը դատարկվում էր, արդեն թուրքերը մտել էին։ Պատերազմի հաջորդ օրը մայրիկիս նկուղում, քույրիկիս նկուղում ասել եմ, մամ, ախր ոչ մի անձնագիր, ոչ մի փաստաթուղթ, ոչ մի բան չենք վերցրել, հենց դուր թողել եք բաց վայրկյանների ընթացքում դուրս եկել։ Նարեկը մնա քույրիկիս տանը, մենք բարձրանանք տուն։ Փաստորեն բարձրացանք տուն, մինչև դե քաջ գիտակցում էի, որ հայրիկիս մարտական խաչը, մեդալները, անցած ճանապարհը, գրքերը մենք չպիտի վերցնեինք, տանը հատուկ տեղ ունեինք, թաղել էինք տեղ ու իմ մանկության նկարներն էլի թաղել հայրիկիս նկարների հետ, որ մենակ չլինի, կեսը վերցրել ենք, մի որոշ մասը թողել, որ ավելի շատ պիտի երազանք լինի ու պայքարելու ուժ, որ պիտի հասնեմ ու ես գիտեմ, որտեղ որ մենք դրանք պահել ենք, թուրքի ոտքը չի հասնելու, այդ հաստատ գիտեմ, թե մի տարի հետո է լինելու, թե 5 տարի հետո է լինելու, ես հաստատ գիտեմ, որ ես կնալու եմ, տունը եթե չլինի, այդ տեղանքը ես գիտեմ, ես կնալու եմ ու փորեմ իմ գանձն տեղը, իմ հայրիկի լուսանկարները, ես վախեցել էի հայրիկի լուսանկարներից մի քանիս թաքուն վերցրել եմ, պահել եմ շորիս մեջ, բայց մնացածը թողել եմ տանը։ Մի քանի փաստաթուղթ վերցրեցինք, պատրաստվում էի անհատական ցուցահանդեսից, արդեն ձևաչափերը փոխվել էր, երազում էի միշտ անհատական ցուցահանդեսի ժամանակ, որ իմ տղաս մեծանար, ինքը ավելի շատ հպարտանար իր մայրիկի աշխատանքով։ Պատրաստվում էի անհատական ցուցահանդեսին, բլոկադայի ժամանակ արդեն մի քիչ դժվարանում էինք կազմակերպչական հարցերը, որ շուտ լուծեինք։ Ցուցահանդեսից հավաքված աշխատանքներով մի 2 ձեռագործ աշխատանք վերցրի, փաստաթղթերը վերցրի, լուսանկարները վերցրի մի քանի հատ, մինչև հավաքեինք մենք մի տոպրակի մեջ տնենք, միանգամից սկսեցին կրակելը թուրքերը, արդեն մեր տնից 500 մետր վերև մի տղա էին գլխից վիրավորել, արդեն որ թուրքերը մտել էին, արդեն քաղաքում էին, դա ահավոր մի բան էր, էլ չմտածելով ուրիշ որևիցե մի կարևոր մի բան, լուսանկարները, այդ 2 աշխատանքները, մեր անձնագրերը վերցրել ենք ու դուրս եկել, բայց օրը 2-3 անգամ բարձրանում էինք հրապարակ, տեսնենք ավտոբուսները երբ կգան։
ամենավերջի օրն ենք դուրս եկել 29-ի առավոտը, սեպտեմբերի 29-ին։ Սեպտեմբերի 28-ին կառավարության շենքում էինք մնում, գիշերենք, որ ավտոբուսները գան, հանկարծ չուշանանք, մենք էլ մտնենք, մենք էլ փրկվենք, արդեն մի 300-ից ավել մարդ էին հրապարակում, համարյա դատարկված էր արդեն քաղաքը։ Գոլեգա ունեմ, այդ պահին մայրիկիս հեռախոսով զանգեցի Գայանեին, որ Գայանեն իմացավ, մենք ամսի 28-ն է դեռ Ստեփանակերտում ենք, շատ նեղվեց ու տխրվեց, ասում է մի քանի րոպե ինձ խնդրում եմ ժամանակ տվեք Գայանե, ես կզանգեմ ձեզ։ 3 րոպե հետո Գայանեն զանգեց, ասեց վաղը 8:15 7-րդ դպրոցի մոտ մեր բարեկամը սպիտակ ավտոբուսով սպասելու է, թեկուզ տեղ չլինի, թեկուզ նստեք, բայց ձեզ սպասելու է, մի նեղվիր, խնդրում եմ, ասում է, մի նեղվիր, մի լացիր, ես էլ այնքան շատ էի, արդեն հյուծված, սոված, ծարավ, այդ վախը, ամեն րոպե դեմիցս մարդկանց նայելով ինձ թվում էր, թե թուրքեր էին, այնքան էինք վախեցած, որ մտնում էր արդեն չէիր կարում գիտակցել դիմացը թուրք է թե հայ, շները արդեն դուրս եկած քաղաքով մեկ, այդ ձևի դժվարություններ հաղթահարելով հասանք ավտոբուսին, միշտ ասում եմ, փրկվել եմ, մտանք ավտոբուս, արդեն շունչ քաշեցի, ուրախությանս չափ չկար, որ մայրիկիս տեսա արդեն ավտոբուսում նստած, տղայիս տեսա ու շատ ծանոթներ տեսա ավտոբուսում, բայց դա դեռ փրկվելը չէր, մենք պիտի հակարին էլ կարողանայինք անցնել։ Ճանապարհին շատ թուրքեր տեսանք, ահա որ վախեցած էինք։ Հիմա 23 թվին 14 տարեկան ժամանակ իմ մոտ նռնակ կար, ես քաջ գիտակցում էի, եթե պետք լիներ, ոնց օգտագործեմ, հիմա նռնակ չկար։ Հիմա տնից ուքսուս գտա, էսենցա, ու պայուսակիս մեջ դրեցի։ Իմ փաստաթղթերի հետ մայրիկիս ասել եմ, հանկարծ եթե հակարիով անցնենք, թուրքը մի վատ բան ուզի անի, ես խմելու եմ։ Չես գիտակցում, ինչ ոնց պիտի անցնես, քո հետ ինչ կկատարվի, թուրքա չես կարողանում։ Մայրս էլ ասում է, դու պիտի այնքան ուժեղ լինես, դու քո երեխային տեր պիտի կանգնես։ Մենք մի քիչ հետև ենք նստել, մամաս դիմացն է նստել, մենք ոնց որ պահկված կուրտկայիս կապյուշոնը դրել եմ գլխիս, դե շատ վախեցած էինք, շատ ահավոր վիճակում, ամեն րոպե սպասում ենք, որ շուտ հասնենք մեր մեծ հայրենիքին, շուտ հասնենք, մենք էլ փրկվենք։ Թուրքերը ճանապարհին կանգնեցրին, մտան ավտոբուսի մեջ, քանի տղամարդ կար, բոլորից փաստաթղթեր վերցրեցին, ասեցին ակնոցները հանեք, գլխարկները հանեք, իրանք սպիսակ ունեին, գրած անուն ազգանուններ, անդադ, փորձում էին մարդ էին գտնում, մարդ էին փնտրում։ Այդ րոպեն մի հատ թուրք, երկու թուրք էին մտել ավտոբուս, երկրորդ թուրքը մայրիկիս ջրի շշեր եւ պեչենի տվեց ու հենց մայրիկիս այսինքն մայրս ամբողջ կյանքում ատելով թուրքին մայրիկիս հետևը նստած ձեռքերը դողում էին, ահավոր վիճակում, ես այդ րոպեն մտածում եմ, մենակ ասում եմ, Տեր Աստված, խնդրում եմ, մենակ մայրիկի ուշքը չգնա, որովհետև լսել էինք, որ ում ուշքը գնում է, ով վատառողջ է, թուրքերը առաջարկում են տանում են Շուշի։ Հետևիցս մայրիկին այսպես կճմթել էի, այսպես որ ինքը այդ րոպեն մի քիչ ցավ զգա, գիտակցությունը չկորցնի այդ վախի ժամանակ, ձեռքերը դողալով վերցրեց այդ ջուրը, պեչենիները, որովհետև վարորդը ասել է կվերցնեք անպայման, չմերժեք, բայց չխմեք, չօգտագործեք, շատ հնարավոր է, որ թունավորած լինի, բայց կվերցնեք։ Դե վերցրել ենք արդեն, որ հակարին անցանք, շունչ քաշեցինք հանգիստ, դե բնականաբար շպրտել էինք եւ ջուրը եւ պեչենիները։ Մեր հայրենակիցները հայաստանաբնակ արդեն մեզ դիմավորում էին ճանապարհին, պատուհանները ցածր արդեն իջացրած, բուտեբրոդներ էին տալիս, մրգեր էին տալիս, անբացատրելու, չնայած ցավ էին կապում, որ մենք մեր հայրենիքը թողել ենք, դուրս ենք եկել, բայց մենք մեր կամքի համաձայն չենք դուրս եկել,
մենք ստիպված էինք դուրս եկել, բայց այս մի կողմը մեր հայրենակիցները մեզ շատ լավ դիմավորել են, իրանց հայացքները, այն բուտեբրոդները տալը, այն մրգերը մեզ փոխանցելը, ոնց որ բոլորիս մեկ առ մեկ այսենց պինդ գրկում էին, ոնց որ մենք ենք հիմա մեր հայրենիքը գրկել, գտնվելով մեր մեծ հայրենիքում, ապրելով, ստեղծագործելով, փառք Աստծո, մի տարի այնց արդեն աշխատանք ունեմ, օր-օրի կարողանում եմ արդեն եւ ավելի ուժեղանամ եւ ավելի հասկանամ, որ մենք փրկվել ենք, մենք իրավունք չունենք կոտրվելու ու ապրելով, ստեղծագործելով, արարելով, մենք մեր երազանքը պիտի իրականացնենք վերադարձի մեր հույսը Արցախը։ Արցախը մերը պիտի լինի ու մենք անպայման կվերադառնանք։ Մեր հրաշք լուսավոր անմահացած տղաների գործը, կիսատ թողած գործը, մեր տղաները, իմ նարեկս կշարունակեն ու մեր Արցախը կվերցնեն։ Ես համոզված եմ։